Պատմական ու պատվական արդյունք հայկական կարատեում Գոռ Ներսիսյան եւ Յուրա Զալյան մարզիկներ, որոնք նվաճեցին Հայաստանի պատմության առաջին մեդալները մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Առաջին ու ամենակարևոր քայլն արդեն արված է։ Միասնության շուրջպարն այս անգամ մարզումային դահլիճում էր, հերոսները կենտրոնում, հայկական կարատե տղաները Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանն են։ Գոռը մեկնարկեց 1-16-րդ եզրափակչից, Եվրոպայի մինչև 21 տարեկանների չեմպիոնը սկզբում գերազանցեց Ռումինիայի, ապա Կոսովոյի եւ Մոնտենեգրոյի ներկայացուցիչներին, իսկ եզրափակչում սակայն զիջեց Եվրոպայի ապագա չեմպիոնին Իվան Կվեշիչին։ Բրոնզե գոտեմարտում պետք էր հավաքվել ու հավաքել ուժերը, Գոռն այդպես էլ արեց, հաղթեց սլովակ Սիմոն Սեկերին, նվաճեց անկախ Հայաստանի պատմության առաջին մեդալը մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, տատամին լքեց երջանկության արդյունքներով։ Միանշանակ լարվածություն կար, պատասխանատվությունն էլ իր հերթին, բայց մաքսիմալ կերպով փորձում էի կենտրոնանալ այդ բայի վրա, մենամարտի, որպեսզի մենամարտս կարողանամ լիովին ճիշտ տանել եւ դրա շնորհիվ էլ հաղթանակ հաստատ կտոնեի եւ այդպես էլ եղավ։ Երկրորդ մեդալը կրկին բրոնզ էր, անկախ հարգից շատ հարգի։ Յուրա Զալյանը հետևեց Գոռի օրինակին, բրոնզը եզրափակիչում գերազանցեց Կոսովոյից Իսլամ Սելմանիին, ցնցեց ամբողջ մարզամերգային համալիրը, ցնծացին բոլոր երկրպագուները։ Երկար նախապատրաստական շրջաններ անցնելով, ուսումնամարզական հավաքներ անցնելով, հավաքականը ուժեղացավ թե հոգեպես, թե ֆիզիկապես, թե տեխնիկապես եւ երկու մեդալ ենք նվաճել, երկուսն էլ բրոնզ, ամեն ինչ անելու ենք, որ մյուս տարի այս հաջողությունը մեդալների գույները փոխենք ոսկով։ Այն մարզիկները, ովքեր կրեցին պարտություն, պարտվել են իրենցից թե տարիքով, թե փորձով ավելի պատրաստի մարզիկների։ Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը 13-րդն է, առաջատարը Գերմանիան է 3 ոսկով, 4 բրոնզով։ Փայլուն էր կազմակերպված, ճիշտ է Հայաստանը նվաճեց 2 բրոնզ, բայց մի քանի տարուց ամբողջ աշխարհը կխոսի հայկական կարատեի մասին։ Եվրոպայի 60-րդ առաջնությունն ավարտված է, բայց կարատեի մրցաշարերը մեր երկրում կարծես դառնում են ավանդական։ 2027 թվականին Հայաստանը կընդունի Եվրոպայի պատանիների, երիտասարդների եւ մինչև 21 տարեկանների առաջնությունը։ Նարինե Մելիքյան, Էդմոնդ Հակոբյան, Fast News։